Ողջույն բոլորին, հուսամ ինձ կարոտել եք, եկել եմ այսօր ձեզ պատմեմ invoice-ների մասին, ինչ է invoice-ը, ինչ պետք է պարունակի, ոնց իրան ուղարկել, ում ուղարկել ու ոնց սարքել։ Սկսենք նրանից, որ invoice-ը այդ ուղղակի թուղթ է, որը ասում է նրա մասին, որ դուք աշխատել եք այսինչ օրը, այսինչ կլիենտի համար ու իրանից այսքան գումար եք ուզում։ Ինքը չունի ինչ-որ իրավական արժեք, իրան պետք չի ստորագրել, պեչատել, տպել, եսի ինչեր անել, ուղղակի թուղթ է, որտեղ ինչ-որ ինֆորմացիա է պարունակում, այդ թուղթը ձեր հաճախորդը վերցնելու է, կցի իր հարկայինի ինչ-որ թղթերի հետ, որ ցույց տա, որ այդ գումարը, որ ծախսել է ձեր վրա, ծախսել է ֆրիլանսերի աշխատանքի համար։ Invoice ուզում են բոլոր այն հաճախորդները, ովքեր ձեր հետ ուղիղ կապի մեջ են ու չեն գտնվում Հայաստանում։ Հայաստանինը մի քիչ ուրիշ թեմա է, բայց հիմա խոսում ենք դրսի հաճախորդների մասին։ Եթե դուք աշխատում եք հաճախորդի հետ ինչ-որ պլատֆորմայի միջոցով, Fiverr, Upwork եւ այլն, այդ դեպքում իրենց invoice պետք չի ձեզնից, որովհետեւ այդ պլատֆորմաները իրենց invoice-ը տալիս են։ Եթե ուղիղ եք աշխատում, այդ ժամանակ դուք պետք է ուղարկեք։ Դրսի բոլոր հաճախորդները ուզում են։ Ես արդեն երկար տարիներ է անընդհատ invoice-ներ եմ ուղարկում իմ կլիենտներին ու տենց մարդ հələ չի եղել, որ ասի, չէ, ինձ invoice պետք չի, բոլորը պարտադիր ուզում են։ Իրականում, եթե տենց տարին մի անգամ եք invoice սարքում, մարդկանց մեծ մասը ուղղակի մտնում է ինչ-որ կամայական կայք, օրինակ Canva, չգիտեմ, գտնում է ինչ-որ template, քաշում է, միջից փոխում է տեքստերը ու ուղարկում է կլիենտին, այդ աշխատում է, բայց եթե դուք սիրում եք, որ ձեր կյանքում ամեն ինչ լինի գեղեցիկ, որակով ու առանց ավելորդ գործողությունների, ձեզ եմ ներկայացնում invoiceable.me կայքը։ Իրականում այս կայքը իմ համար սարքել է իմ ամուսինը, որպես նվեր, որովհետև ես անընդհատ սարքում էի invoice-ներ իմ կլիենտների համար ու նախ չկար ինչ-որ տեղ, որտեղ այդ սիրուն կպահեի, կդասավորեի, որովհետև անընդհատ լինում էր, որ ինչ-որ հաճախորդ հետ էր գալիս, նոր ինձ invoice էր ուղարկում կամ ինչ-որ հաշվապահ էր invoice ուզում, պետք է գնայի, գտնեի իմ download պապկայի մեջից այդ կլիենտի invoice-ը, մի խոսքով չեմ սիրում դասավորել ես փաստաթղթեր ու իրանք սաղ ցրված էին իմ մոտ, ներվն անում էի։ Իսկ հիմա հատուկ իմ պահանջներով սարքվել է մի հատ հրաշալի կայք, որը կարաք նաև, որից դուք օգտվեք։ Հիմա բացատրեմ, թե ոնց է ինքը աշխատում։ Այստեղ գրանցվում եք, ձեր մեյլով կարաք լոգին լինեք։ Առաջի բանը, որ պետք է անեք, էս ձեր մասին ինֆորմացիան ավելացնելն է։ Կարաք ստեղից ավելացնեք ձեր լոգոն, որ տենց սիրուն ձեր բրենդինգով լինի, եթե ունեք լոգո, եթե չունեք, ոչինչ։ Ավելացնում եք ձեր անուն ազգանունը, ձեր կամպանիայի անունը, եթե կամպանիա չունեք, էլի կարաք թողեք ձեր անուն ազգանունը մենակ, ավելացնում եք ձեր հասցեն, հեռախոսի համար, email, եթե կայք ունեք կայքը, ու կարաք text number ավելացնեք։ Ես text number ունեմ, բայց երբեք ոչ մի կլիենտ չի ուզել ինձնից այդ number-ը, որովհետև դրսի կլիենտները մեր հայկական հաշվապահության հետ ընդհանրապես կապ չունեն, իրենց պետք չի մեր թվերը, նո մեկ-մեկ եթե հատուկ ինչ-որ դեպքերում պետք է գալիս առանձին այդ ուղարկում եմ, բայց invoice-ի մեջ ոչ մեկին հələ որ պետք չի եկել։ Save ենք անում այս ամենը, գնում ենք ստեղ ուրիշ invoices բաժին կա, գնում ենք այս invoice բաժին ու գրում ենք create invoice։ Ստեղ արդեն նայեք վերևը մեր մասին ինֆորմացիան սաղ կա։ Այստեղ կա ինչ-որ invoice-ի թիվ, այս թիվը կամայական թիվ կարա լինի, միակ բանը, որ ուշադիր պետք է լինեք, որ նույն հաճախորդին երկու հատ նույն թվով invoice չուղարկեք, որովհետև իրանց մոտ այդ համարակալված է, էլի։ Ստեղ այդ օրվա ամսաթիվն է գրվում, ստեղ կարաք գրեք, թե երբ եք սպասում, որ վճարումը իրականացվի, ասենք մի շաբաթ։ Մեկից դեմ այդ բան ասեմ, payment terms, իրան կարաք դատարկ թողեք, բայց կան հաճախորդներ, հիմնականում մեծ ընկերությունների դեպքում, որ ասում են, ստեղ, չգիտեմ, գրեք net 30, գրում ենք net 30, ինչա սա նշանակում, որ իրանք պլանավորում են մեզ վճարել 30 օրվա ընթացքում, ու ստեղ կարանք արդեն ոչ ման չգրենք, կարաք գրեք due upon receipt
որ իրենց հաշվապահը նայի, տեսնի, որ այս հենց ստանան, պետք է միանգամից վճարումը անեն։ Այդ ոնց որ հաշվապահին տված ինֆորմացիա, թե երբեք սպասում դուք իրանից գումար, առաջ միշտ ինչ-որ մի բան ստեղ նշում էի, բայց հիմա հասկացել եմ, որ անիմաստ է, մեկը որ ուշ վճարելու լինեն, ուշ են վճարելու, շուտ վճարողները շուտ են վճարում։ Մենակ ստեղի date-ն է գրվում տվյալ օրվա։ Ստեղ ավելացնում եք կլիենտի անունը, ավելի լավ է կլիենտի ընկերության անունը գրեք, իր անունազգան նկարակ գրեք, իր email address-ը ու հասցեն։ Իմ սիրելի ամուսինը սարքել է իմ համար կլիենտներ բաժին, քանի որ ես ունեմ կլիենտներ, հիմնականում անընդհատ այդ նույն կլիենտներին ինվոյսներ եմ ուղարկում։ Դրա համար ինձ հարմար է, որ իրենց ինֆորմացիան մի անգամ լրացնեմ ու վсё, հավերժ ինքը այդտեղ լինում է։ Դրա համար ստեղից ավելացնում ենք կլիենտ, իր անունն ենք, կամպանիայի անունն ենք գրում, օրինակ, չգիտեմ, այսօվա John Doe, իր մեյլը, այստեղ իրանց մնացած տվյալների հետ կապված մի հատ բան ասեմ, ուրեմն հիմնականում կամպանիայի անունը ու իրանց մեյլը ու անունազգանունը լրիվ հերիք է, բայց կան ընկերություններ, ում համար կարևոր է, որ իրանց հասցեն նշենք, դրա համար օրինակ ես միշտ նավսյակի հասցեն, եթե ձեռիս տակ լինում է, ավելացնում եմ, հասցեն որտեղից եմ վերցնում, կամ մեյլի ստորագրության միջից, սովորաբար բոլորը համարյա դնում են, կամ եթե այդտեղ չկա, գնում եմ իրանց կայք, կայքի ներքևում հասցեն լինում է գրած, կամ էլ այդտեղից եմ վերցնում, եթե չի լինում, չեմ վերցնում, եթե իրանց հատուկ պետք է լինում, գրում են, ավելացում եմ, նորից եմ ուղարկում։ Ասենք թե այս կլիենտին ավելացրեցինք իր հասցեով, վсё, այս կլիենտը մնաց ստեղ։ Հիմա իր համար կարանք սարքենք new invoice ստեղից։ Ու այս դեպքում արդեն մենք ունենք մեր ինֆորմացիան, կլիենտի ինֆորմացիան, մեզ ընդհանրապես մնում է ավելացնենք մեր սերվիսը, որը արել ենք։ Օրինակ, ստեղ գրում ենք logo design 2 հատ $200։ Մի հատ էլ ավելացնում ենք ուրիշ բան, logo animation $300 ենք վերցրել։ Ինքը ավտոմատես մաթեմատիկան անում է և ցույց է տալիս, որ պետք է ձեզ $700 վճարեն։ Կարեք ստեղից նաև ավելացնեք, չգիտեմ, կողա 10% զեղ չեք արել, ստեղ գրեք, խի չէ որ։ Կարող է, այս երկրորդ վճարումն է, ու առաջին $350 արդեն վճարել է, մնացել է երկրորդը։ Ստեղ գրում եք, որ amount paid $350։ Վсё, մնաց ձեզ $350, որ կլիենտը ստանա, բայց իրանք ստեղ արդեն ընդհանուր պատկերը տենում են։ Ընդհանրապես download եք անում և վայելում եք ձեր invoice-ը։ How fun։ Վերջի բանն էլ ցույց տամ, որ տենց ուղղակի վերջն է։ Ստեղ ունենք GoChat, որը կարա ընդհանրապես մի հատ նախադասության շնորհիվ մեր համար invoice սարքի։ Եթե օրինակ ստեղ ունենք կլիենտ, ում համար ուզում ենք մի հատ էլ invoice սարքենք, հեսա Acme Inc, ասենք թե գրում ենք create invoice for Acme Inc $500 logo design, enter ենք անում և սպասում ենք։ Վсё, պատրաստ է, մի վայրկյան չտևեց։ Կամ եթե կլիենտի ինֆորմացիան հլը չունենք ստեղ, գրում ենք միանգամից client name այսինչ, email այսինչ, address այսինչ, $500 invoice սարքի այսինչ սերվիսի համար և վերջ։ How fun։ Ու այս invoice-ը նստեղից կարեք քաշեք, բայց բացի նրանից, որ սարքում է, նաև պահում է այս մեր կլիենտների invoice-ների մեջ, հեսա, տեսեք երկորդը սարքել է, բայց սա դեռ ամենը չէ։ Ստեղից կարեք նաև, եթե օրինակ այդ կլիենտը ինչ-որ դոկումենտ է ուղարկել, որ ստորագրել եք, որ չգիտեմ, պետք է պահվի և այլն, կարեք ստեղից ավելացնեք ու պահեք, որ եթե հանկարծ ինչ-որ մի տարի հետո այդ կլիենտի հետ կապված այդ դոկումենտը պետք է եկավ, մտնում եք, անունի վրա սխում եք, վсё, իր հետ կապված սաղ դոկումենտները ստեղ է։ Մի հատ է բան ասեմ, եթե կլիենտը ձեզ բանկային փոխանցումով է վճարելու, ես սովորաբար այս note-երի մեջ ավելացնում եմ այդ բանկային փոխանցման տվյալները, որ այս մարդու հաշվապահը վերցնի այս invoice-ը, էլ ոչ մի հարց չունենա, տեսնի, որ գրած է bank transfer ու bank transfer-ի սաղ ինֆորմացիան տակը միանգամից գրած լինի։ Հավեսա, չէ։ Կուզեիք ձեր ամուսինն է ձեր համար սենց բան սարքեր։
Մի խոսքով կարաք մտնեք invisible.me այս անպայման կթողեմ description-ի մեջ, եթե հարցեր ունենաք կամ ինչ-որ feedback ունենաք, ասեք, եթե օգտագործեք, տակը գրեք մերսի, ինչ-որ feedback տվեք, կուրախանանք, որ էլի մարդիկ օգտվեն, հաճախ